Արքայախնձորը ժամանակին համարվում էր շքեղություն։ Արքայախնձոր, անունը արդեն հուշում է։ Ժամանակին արքայախնձոր ուտում էին միայն արքաները և ազնվականները։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք պահածոյացված արքայախնձորով և խոզի փափկամսով ջռեպուկ։ Կսկսենք արքայախնձորից, այն տապակելու ենք։ Պահածոյացված արքայախնձորը, այսինքն շերտերը արքայախնձորի, գցում ենք քամիչի մեջ։ Կարծում 3 շերտը բավական է։ Բուսայուղ ենք տաքացնում, եթե ունեք ավելի լավ է ձիթայուղ, մի քանի կաթիլ ձիթայուղով տապակում ենք։ Արքայախնձորը կարամելացնում ենք։ Կվերցնեմ Մարանիկ ընկերության շաքարավազ, համեմում ենք։ Մի կողմը կտապակվի, կշրջենք, կավելացնենք մի կտոր կարագ։ Անմիջապես հանենք սառնարանից նաև խոզի փափկամիսը և սկսենք մշակել այն։ Տեղադրում ենք տախտակը, խոզի փափկամիսը կտրատում ենք ձողիկների։ Շրջում ենք շերտերը և ավելացնում ենք մի կտոր կարագ։ Կարելի է 2 կտոր ավելացնել։ Արքայախնձորի շերտերը կհանենք և արքայախնձորով համընված յուղի մեջ կտապակենք միսը։ Անմիջապես տախտակը և դանակը հեռացնենք։ Արքայախնձորի շերտերը հանում ենք ափսեի մեջ։ Մսակտորները այնքան ենք տապակում, որպեսզի բոլոր կողմերից կարմրեն։ Առաջարկում եմ զուգահեռ անցնել մյուս բաղադրիչին ջեռեպուկի։ Քեզ կդնենք ավելի մեծ կրակի վրա։ Եվ սոխ հեռաց կանենք։ Սոխը կտապակենք բուսայուղով։
2 գլուխ սոխ մանր կտրատում ենք եւ տապակում ենք։ Անմիջապես սոխը համեմում ենք Մարանիկ ընկերության շաքարավազով եւ ծովի աղով։ Կարամելացնում ենք։ Անմիջապես կհամեմեմ նաեւ խոզի փափկամիսը ծովի աղով, 4 պղպեղով եւ 1 ճաշի գթալ Վուստերշիրյան սոուսով։ Հենց սոխը փափկեց, կավելացնեմ ցուկինի, սրա կեսը։ Կես ցուկինին կտրատում ենք խորանարդիկների։ Լցնում ենք ցուկինին եւ փրկում միսը։ Գործ ենք դնում սիրելի ամանը։ Մյուս բաղադրիչը քաղցր պղպեղն է։ Սա էլ կտրատում ենք մանր խորանարդիկների եւ ավելացնում ենք վրան։ Հեռացնենք սերմերը։ Առաջարկում եմ զուգահեռ բրինձ խաշել։ Կվերցնեմ Մարանիկ ընկերության ժասմին տեսակի բրինձ։ 1 բաժակ։ Մեկ բաժակ բրնձին, կավելացնեմ 2 բաժակ եռացրած ջուր, համեմում ենք կես թեյի գթալ
Մառանիկ ընկերության աղով ծածկում ենք կափարիչով եւ թողնում ենք եփվի։ Այսինքն հենց ջուրը քաշեց, այն արդեն պատրաստ է։ Տապակվող բանջարեղենին կավելացնենք սխտոր, 2 միջին պճեղ, մանր կտրատած, ավելացնում ենք նաև արքայախնձոր, մանր կտրատում ենք շերտերը, վերցրեցի 4 շերտ։ Կավելացնեմ լոլիկի ճիր ձիթայողի մեջ, այսպես, շատ համեմունք է, մանր կտրատում և ավելացնում ենք, իդեպ 1, 2, 3, 4, 5, 6 շերտ լոլիկի, այս ձիթայողից մի փոքր կավելացնեմ, Միսը լցնում ենք բանջարեղենի վրա։ Ավելացնում ենք բացոյացված արքայախնձորի հյութը, մոտ կես բաժակ, ծածկում ենք կափարիչով և թողնում ենք 3 րոպե եփվի մարման կրակի վրա։ Տեսնենք ինչ վիճակում է բրինձը։ Ջուրը արդեն քաշվել է։ Վերցնում ենք, լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Դու մնա այստեղ։ Կառաջարկեմ օգտագործել թարմ կանաչ։ Տեսնենք ինչ ունենք։ Ամեն ինչ էլ ունենք։ Կվերցնեմ կանաչ սող։ Մոտ 8 փետուր։ Սամիտ 2 ճուղ։ Մանր կտրատում ենք և ավելացնում ենք բրնձին։
Պանիր ենք քերում։ Յուղոտ, բինտ, պանիր, հալվող պանիր, այսպես ասենք։ Արի դու։ Քերում ենք մեծ անցքերով։ Պանիրը վերցրեցի մոտ 100 գրամ։ Տեսնենք ինչ վիճակում է սա։ Սա լցնում ենք բրնձի և թարմ կանաչու վրա։ Խառնում ենք։ Համտեսենք։ Կավելացնեմ մի փոքր աղ, մառանիկ ընկերության և կարմիր կծու պղպեղ։ Փոքր կծությունը չի խանգարի։ Քերած պաների մի մասը ավելացնում ենք խճողակին։ Մի մասն էլ պահում ենք ջռեփուկի վրա լցնելու համար։ Լավ խառնելուց հետո խճողակը տեղափոխում ենք ջեռոցի տապակի մեջ։ Արի այստեղ։ Հարթեցնում ենք։ Վրան շարում ենք նախապես տապակված, կարամելացրած շերտիկները։ Արքայախնձորի շերտիկները շարելուց հետո վրան քունջուտ ենք շաղ տալիս։ Լցնում ենք մնացած պանիրը քերած և ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը միացնում ենք 190 աստիճան և ջեռեփուկը եփում ենք այնքան, մինչև պանիրը հալվի, որից հետո կարող ենք մատուցել։ Պահածոյացված արքայախնձորով և խոզի փափկամսով ջեռեփուկ։ Ձիթայուղ տաքացնել, պահածոյացված արքայախնձորի շերտերը քամել, քամելուց հետո տապակել, համեմել շաքարավազով, արքայախնձորները շրջել, կարագ ավելացնել, տապակելուց հետո հանել և մի կողմ դնել, խոզի փափկամիսը կտրատել զողիկների, նույն ձիթայուղի մեջ տապակել այնքան, մինչև բոլոր կողմերից կարմրի, համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով և Վուստերշիրյան սոուսով, այլ տապակի մեջ բուսայուղ տաքացնել, մանր կտրատած սող տապակել, համեմել շաքարավազով
եւ ծովի աղով։ Ավելացնել խորանարդիկների կտրատած ցուկինի եւ քաղցր պղպեղ, մանր կտրատած սխտորը եւ արքայախնձորի շերտերը, մանր կտրատած լոլիկի չիր եւ չրի ձիթայուղը։ Խոզի միսը լցնել բանջարեղենի վրա, ավելացնել պահածոյացված արքայախնձորի հյութը, ծածկել կափարիչով եւ մարմանդ կրակի վրա եփել 3 րոպե։ Կացայի մեջ ժասմին տեսակի բրինձ լցնել, ավելացնել եռացրած ջուր, համեմել աղով, խաշել մինչև ջուրը քաշվի։ Եփելուց հետո տեղափոխել ափսեի մեջ, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխ, սամիտ, քերած պանիր։ Խոզի միսն ու բանջարեղենը միացնել բրնձին, ավելացնել քերած պանիր, համեմել աղով, կարմիր կծու պղպեղով, լավ խառնել։ Խճողակը տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, վրան շարել տապակած արքայախնձորի շերտերը, քունջուտ եւ քերած պանիր շաղ տալ։ Ջեռեփուկը 190 աստիճան տաքությամբ եփել այնքան, մինչև պանիրը հալվի։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք ծխեցված, պահածոյացված կարմիր լոբի, տավարի փափ կամիս, բանջարեղեն եւ ընտրյալ հատիկ համի գախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։